ԱՄՆ փոխնախագահը կտրուկ է արձագանքել Իսրայելի կողմից Իրանի հետ կնքված համաձայնագրի քննադատությանը, հայտարարելով, որ Թրամփը նրանց միակ դաշնակիցն է աշխարհում։ Իր սուր ելույթում Վենսը հիշեցրել է Իսրայելի ԱՄՆ-ից ստացվող միլիարդավոր դոլարների պաշտպանական օգնության մասին։ Նախ Թրամփը միակ պետության ղեկավարն է ամբողջ աշխարհում, ով ներկայումս կարեկցանք է ցուցաբերում Իսրայելի ժողովրդի նկատմամբ։ Եթե ես լինեի Իսրայելի կաբինետում, հավանաբար չէի հարձակվի ամբողջ աշխարհում մնացած միակ հզոր դաշնակցի վրա, նշել է նա։ Իսրայելը կարձագանքի Լիբանանում իր ուժերի դեմ շիական Հեզբոլլա շարժման կողմից իրականացվող ցանկացած հարձակման, Նեթանյահուն է հայտարարել, հավելել. Իսրայելը չի հանդուրժի մեր զինվորների կամ մեր տարածքի վրա հարձակումները, մենք կստիպենք Հեզբոլլահին շատ բարձր գին վճարել այդ հարձակումների համար։ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի պատմության մեջ շրջադարձային կլինի։ Կարծում ենք, որ դա կլինի նշանակալի շրջադարձային պահ, որի ընթացքում ՆԱՏՕ-ն կցուցադրի իր վճռականությունը հարմարվելու փոփոխվող անվտանգության միջավայրին եւ մշակելու ապագայի ռազմավարություն։ Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հիմք հանդիսացող կոլեկտիվ պաշտպանության հայեցակարգի վճռական վերահաստատում եւ 5-րդ հոդվածի նկատմամբ հավատարմություն։ Մանչեստրի ընտրություններում իր մրցակցի հաղթանակից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ եթե կուսակցության ղեկավարի պաշտոնի համար մրցակցություն լինի, ինքը կմասնակցի եւ հրաժարական չի տա։